Դեպքը այսօր չի տեղի ունեցել, դեպքը երեկ է տեղի ունեցել, 3:18:00-ի մոտակայքում ահազանգ է եղել, ու այդ ժամանակվանից փրկարար ծառայությունը մարզի մյուս համայնքներից կամավորականներ, նաև կազմակերպված ընկերներ մասնակցել են որոնողական աշխատանքներին, բայց դեռ ոչ մի արդյունք չենք ունեցել, հիմա ևս շարունակում են աշխատանքների որոնողական։ Տեղեկություն կար, որ շտաբ է ձևավորվել մարզպետարանում, այդ մասով ինչ կա։ Շտաբ ձևավորվել է, բայց ոչ մարզպետարանում, շտաբը այստեղ է գտնվում, այո, շտաբը այստեղ է գտնվում ու շտաբը հիմա քարտեզներով տեղաբաշխում արած որոնողական աշխատանքներ է կազմակերպում։ Պարոն Սարգսյան, ինչ վարկածներ են շրջանառվում։ Չեմ կարող որևէ վարկած մատնանշել, հաշվի առնելով, որ տարբեր տեսակի, տարբեր խոսակցություններ կան, բայց խոսակցությունները այնպիսին են, որ երեխաներին տեսել են այստեղ, երեխաներին տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են հետ տուն վերադառնալուց, բայց հակասական են այդ խոսակցությունները, չեմ ուզում, որ դրա մեջ մենք դրա վրա կենտրոնանանք, այլ ավելի լավ է որոնողական աշխատանքները ամբողջությամբ իրականացնենք, փորձենք հասկանանք։ Այսինքն ստացվում է, որ երեխան միայնակ չի եղել, իր հետ ուրիշ երեխաներ Այստեղ հարազատներն անգամ պատմում են։ Երեխան եղել է հարազատների ներկայացնելով, երեխան եղել է իր մեծ եղբոր հետ։ Շան հետ, որ պտտվում էին հենց իր մեծ եղբայրներ, որ փորձում էր տեղը ցույց տալ։ Այո, այդ եղբայրն է, որ իրենց անցած ճանապարհն են ցույց տալիս, թե որտեղով են իրենք անցել։ Պարոն մարզպետ, նշվում է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիք է մարզպետարանում, դուք կոնկրետ որպես մարզպետ տեղեկություն ունեք աջակցության մասով, այս ընտանիքի հետ կապված առասարակ։ Այո, իրենք սոցիալապես անապահով ընտանիք, իրենց ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է, համայնքի կողմից աջակցություններ ցուցաբերվել են, այս պահին կոնկրետ մարզպետարանի կողմից տրված աջակցության մասին չեմ կարող տեղեկություն հայտնել, բայց վստահաբար, եթե մեզ դիմաց լինեն, պարտադիր մենք մեր կողմից էլ աջակցություն տրամադրած կլինենք, բայց կար, որ երկու ընտանիք է, մի հարկի տակ ապրում այս մասով։ Իրենք իրար հարևանությամբ են ապրում, ժամանակ առ ժամանակ նաև մեկ տան մեջ են մնում։ Եվ պարոն Սարգսյան, լրատվականներից մեկն է գրել, որ ինչ-որ նախօրեին կորելուց առաջ միջադեպ է եղել, կորած երեխայի մորը տարել են ոստիկանություն, այդպիսի տեղեկություններ կան, թե չէ։ Այդպիսի բան չկա, ես այդպիսի բանից տեղյակ չեմ, որ մորը ոստիկանություն տեղափոխած լինեն, տեղյակ եմ, որ երեք երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդն են նշել նաև իրենց տանը, բայց որ ոստիկանություն տեղափոխած լինեն, նման տեղեկատվություն չեմ տիրապետում։ Այս պահին ծնողները ցուցմունք են տալիս ոստիկանությունում։ Չէ, ծնողներից որոշ մասը, ծնողները այստեղ են, ցուցմունք տալու, եթե չեմ սխալվում, այս պահին որևէ բան չէ։ Չէ, եղել են քննարկումներ եղել են, նաև համայնքապետարանում առանձին սենյակում իրենց հետ առանձնազրույց եղել է, բայց որ տեղափոխել, միգուցե տեղափոխած լինեն, այս պահին ես տեղյակ չեմ կարող ասել։